մենք ունենք մի իրավիճակ, որը մեծ հաշվով կարող է գնահատվել բացասական ընտրությունների արդյունքների վրա մեծ հաշվով ազդող, որովհետև մենք կուսակցության խնդիր ունենք, որ այսպես թե այնպես անկախ նրանից ոնց եմ ես դրան վերաբերվում, շատ մոտիկ է եղել անցնելուն եւ երկու տեղամասի արդյունքների չեղարկումը ինձ համար մղձավանջ է, ինչ կա? 3 ինձ համար դա մղձավանջ է, ինչ անշուշտ մարդիկ գնացել են քվեարկել, դու չեղարկում ես այդ ձեները հələ մեկը փորձի իմ տեղամասի իմ ձեն չեղարկի 2000-ից ավել մարդու օթերով կհանե այսինքն այստեղ հարցը նրանում է որ վտանգը որի մասին շատ թեթև մենք ակնարկել էինք դեռևս Արմենը հələ կար Արմենն էր դրան ես չեմ ճանաչում այս ԿՊ-ի ֆունկցիոներներին Արմենն էր ասում էր սա ԿՊ-ի Հովհաննեսյան Արմենն մասնա խոսքել սա ԿՊ-ի բանա ճուտա այս ԿՊ-ի նախագահ այսինքն ինքը լոյալ է լավ սենց ասա առնվազն լոյալ է չէ բայց կա օրենքը ունի իր կետերը տառը բացի տառը բայց ոգին կա ժողովրդավարությունը չէ դու 2000 մարդու ձեն են չես տանում ի՞նչ է նշանակում չեղարկում ես արի քո տունը չեղարկենք արի ընտանիքների անդամների ձեները չեղարկենք արի քեզ չեղարկենք այսինքն որտեղ է այդ սահմանը որտեղ է սահմանը որ դու խախտումներ են եղել չեղարկվել է վերաքվեարկություն է պահանջում ընդդիմությունը ոչ ինչա նշանակում պահանջում պետք է լինի հիմա ամբողջ ընտրությունների արդյունքների պետք է լինի չէ ամբողջ ընտրություն այդ եմ ասում տեսեք ստեղ խնդրեմը որը ժողովրդավարական է էլի դրոշա դարձել ուժերի համար որոնք կոռումպացված հակաժողովրդավարական հակապետական ուժեր են հակապետական, այսինքն Հայաստանի սուբյեկտության դեմ պայքարող պրոռուսական ուժերի վերցրել են այս թեման ու տանում են եւ սա էլ է բաց թողումը Նիկոլի որովհետեւ այստեղ իրավիճակը այնպեսին է որ դու չպետք է թողեիր որ հարցը այստեղ հասներ դու չպետք է թողեիր որ ժողովրդավարական գործընթացի պատրվագով պրոռուսական Հայաստանի սուբյեկտությունը ոչնչացման ցանկություն արտահայտած ուժերը սկսեն խոսել։ Իրանք պետք է խոսեն բան, եկեք Պուտինի ձախ կոշիկը լիզենք են հիմար Խաչատուր Աբովյանի արձանը որ կա։ Աջ սապոգը օրհնյալ լինի, ձախ սապոգը օրհնյալ լինի։ Իրանք մոտ տենց խոսույթ պետք է լինի, որովհետև իրանք տեղը է դա, իրանք ուրիշ խոսույթ պիտի չունենան։ Իսկ Նիկոլն ինձ արեց որ իրանք ձեռքում մակա ուրիշ խոսույթ։ Ու դա բաց թողում է։ Ու ես չգիտեմ դրա այդ Նիկոլը ինչ անել։ Ես ակնհայտորեն համարում եմ, որ 3 տեղամաս մարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի 3 տեղամասում 3 հոգի քվեարկող լինի, այդ ՔՊ-ի դուրս պրծուկը, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ոնց է տեղ հայտնի պրպուրներից կախվել, իրավունք չունի չեղարկել, որտեղ ինքը ոչ մեկ է, ոչ մի պաշտոնյա չկա այնքան, որ քաղաքացու ձայն չեղարկի։ Սա երևի բանի պես է, գիտեք, օրինակ բանում Իսլանդիայում Ռեյկյավիկում մեծ քարամի է դրած գրանիտ է, որի վրա գրած է, որ եթե հանգարց կառավարությունը դուր չի գալու ոչ միայն իրավունք ունես, այլ պարտավոր ես զենքով պայքարես քո բանի համար։ Ինչ եք ուզում, տես մի հատ քար դնենք հրապարակի մեջտեղը։ Այսինքն ամբողջ գործընթացը, որը դրական էր, ամբողջ իմիջը, որը դրական էր, Նիկոլոս ինձ լավ է, ինձ դա դուր է գալի, որ Նիկոլոսը զրոյացրեց, ինքը իրան զրոյացրեց։ Փաշինյանը ես այս հարցը էլի հյուրերից մեկին ուղղել եմ, ցես եմ տալիս։ Փաշինյանը շատ էր խոսում այն մասին, որ նա լեգիտիմ ընտրված է մինչ այժմ լեգիտիմության այս ընտրությունների Փաշինյանի լեգիտիմության վրա ինչ որ խնդիր առաջացել է լեգիտիմության Չէ, ինքը էլի ընտրված։ Այ ամենահետաքրքիրը այն է, որ մի քիչ որ քաղաքերն են գեղցի չեն կարողանում այդ սահմանը դնել։ Նույնիսկ եթե Բարգավաճ Հայաստանը անցնի, իրանք ոչ մի չեն կորցնի։ Կորցնել չկորցնելը հարց է, բայց անցնի չանցնին ինչ որ մեկի քմահաճույքով դե անցնի։ Չէ, ես հասկանում եմ, որ օրինակ ժամանակին հա, ժամանակին բանը պայքարը բանը կարար լիներ, որ չգիտեմ Լևոնի ժամանակ պայքարում էին Յանի Վազգեն Մանուկյանի դեմ բանի, շուտ sense բաներ կային։
Կարաս հասկանաս, որ ասենք, չգիտեմ, սենց մազի վրա, բայց եղածը ինչա, եղածը 3-5-րդի կորուստն է, այսինքն ընդամենը քաղաքական երկխոսության հրավերը, եթե դու գալիս ես 3-5-րդ չունես, բայց պետք է նշանակես պաշտոնների մարդկանց պետք է նշանակես, ում պետք է նշանակես 3-5-րդով, դա նշանակում դու պետք է ունենաս քաղաքական երկխոսություն, դու պետք է գնաս այդ պայմանով, նրա պայմանով, արտադրիչի կոալիցիա կազմես, ուղղակի այդ պահին կվեհարկես, որ իրանք բանան։ Եղբայր դու այդ ստորագրվում ես, որ դու քաղաքական երկխոսության հնարավորություն չունես, ուժ չունես, ռեսուրս չունես, խելք չունես, հոգի չունես, ինչ չունես, որ տենց, ինչն է բանը, այդ ինչ դիշով կա խոդը, օքեյ կամ դիր վերահաշվարկով, որտեղ ես խիստ կասկածում եմ ընդեղից որ բաներ ես աստի չէ, այդ վերահաշվարկի պատճառով, որ Բարգավաճին կարող է ձեռք տա, կարող Սամվել Կարապետյանից ձեներ դուրս գան, կամ ասենք Ռոբերտ Քոչարյանից, միգուցե, չգիտեմ, ենթադրում եմ, կարա լինի տենց, որտեղ ասենք այդքան հաղորդագրություն հրապարակեցին բանդը, ու սա չի, ինչունես կարա լինի, բայց դե ինչ-որ մի բան կա, չէ։ Էդ է խնդիրը, ոչ մի բանին չես կամ Ոչ մի բան է, տեսիք, ամբողջ որն է ճիշտ, որը ոչ։ Հապճեպ, գլխառատ, հայերեն իմաստով գլխից ռադ են անում, այն որ գլխառադ են անում, էլի իրա գլխից հանում, ինքը չմտածի դրա մասին, գցում ամեն մեկը մյուսի վրա գցելով, ոնց որ կառավարել են այս 8 տարին, տենցել էս ընտրություններն են արել, մեկը մյուսի վրա գցելով ոչ մեկ որոշում չի ուզեցել կայացնի, նույնիսկ կառավարության հիմնական բանը էդ է, իրանք միակ իրանց կրեդոն են, որ իրանք ոչ մի դեպքում որոշում չկայացնեն, հիմնականում նրա պատճառով որ իրանք պրոֆեսիոնալ չեն հասկանում ինչ է եւ ստիպված են լինելու հետո, բայց իրանք վախը որ քանի անգամ ինձ ա եղել ես, ասենք որոշ նախարարությունների հետ որ գործի ան պաշտպանության բանի, իրանք բաց sense մի քիչ որ խոսում ես, ասում են բայց ես որոշում կայացնեմ, հետո գան ինձ նստացնեն, ասում են բայց օրենքով ես անում, ասում իրենց չի հետաքրքրում։ Նախաձեռնողականությունը պատժելի է։ Այո, այդ սավոկն է իրանց մեջ խոսում, որովհետև այտենց են իրանք դաստիարակվել, այդ մեր պետական կառավարման ակադեմիան է, որը այտենց կադրեր է պատրաստել, պետական կառավարման։ Խոսում ենք օրենքի ոտնահարման, յետընտրական Ես չգիտեմ, ախր ես մասնագետ չեմ, ես չգիտեմ, այնտեղ օրենքի ոտնահարում բառից բուն իմաստով։ Եղել է թե ոչ։ Չէ, եղել է ինչ իմաստով, ասած, ինձ համար ըստ տրամաբանության եւ ըստ կոնվենցիաների, որոնք ես գիտեմ։ Այո, կոնվենցիաները խախտվել են, ես այտենց եմ գնահատում։ Կարող է գնաք իրավաբանի մոտ, իրավաբանը ասի չէ, որովհետև պաշտոնապես ոչ մեկ չի ասել, որ չի լինելու այդ տեղամասերում քվեարկություն։ Կարող է պարզել, որ օրենքով կարան վերաքվեարկությունը անեն 3 տարի հետո։ 3 տարի հետո։ Նու, այդ ընթացքում հիմա չեմ թողնում։ Հիմա չեն թողում, որովհետև արդեն գիտեն արդյունքները, չգիտեմ ինչ որ պատասխան։ Այո, կարան 3 տարի հետո անեն, Սահմանադրական դատարան կարող է պետք է մտնի, Սահմանադրական դատարանը կարող է պետք է ասի երբ, ոնց, մինչև դատարանը դիտարկի, այսինքն ռուսերեն տես բարգ կրючкотворство, այսինքն այն որ սենց բռնեն սենց բեզ անենքան պարզի որ 5 տարի հետո կնշանակեն նախորդ ընտրություններից 6 ամիս շուտ մի հատ վերաքվեարկություն այդ 3 տեղամասինը կլինի, օրենքով կարող է դա հնարավոր է, օրենքի տառին համապատասխանում, ոգուն չի համապատասխանում։ Լեգիտիմ չի, դրանից չի փոխում, դա վերադառնամ այնտեղ, հա, որտեվ ասենք ինքը մեկը իր 52% ունի։ 52? Ну, в смысле, 49 էր, 7 Չէ, ախր տենց չի, պարլամենտի, քվեարկողների։ Ինքը կարա վարչապետ նշանակի, նույնիսկ եթե 3-5-րդ չունի։ Վարչապետը դա նշանակում է պարզ մեծամասնությամբ։ Ինքը իր կառավարության կնշանակի, իր համար խնդիր չի, որ ասում են քաղաքինի են մի քիչ բան են։ Դիր չեն ընտրում, չես քվեարկի, կբերես տեխնացությունը չեն քվեարկի, Ժեպը դիր ընկեր։ Քո բարձր տեխնոլոգիաների նախարարությունում տիեզերական հետազոտությունների վարչությունը 4 տարի ժեպեով էր կառավարվում։ Ինչ չէր աշխատում, յանի աշխատում էր, չէր աշխատում։ Ձեզ համար պարզ է ընդդիմության գործելավոճը, մանդատների թեման եմ ասում, փողոցային, չգիտեմ, համախմբման թեման եմ բարձրացնում։ Չէ, պարզ չի։ Ինձ համար մեր այսպես կոչված ընդդիմությունը միշտ ասում ենք այսպես կոչված, որովհետև իրանք մեր ընդդիմությունը չեն։ Իրանք Ռուսաստանի պրոքսիներ են։ Իրանք
օրակարգ չունեն, իրանց օրակարգը թելադրվում է, իրանց օրակարգը օրվա դոլարի կուրսով է, կոպիտ ասած, սվետաֆորը, սենց է այդոն, հենց է այդոն, հենց է այդոն, սենց է այդոն, Ռուսաստան ինչ հրանքտան էլ է կանեն, որտեղ իրանք չունեն օրակարգ, իրանք չունեն Հայաստանում մարդիկ ատում են Նիկոլին, մի մաս, ովքեր իրանց ձենա տվել, ապրեք, ուրիշ։ Եվ դրանից էլ Փաշինյանը օգտվում է, որ նրանք Այո, որտեղ իրանք ատում են Նիկոլին, իրանք էմոցիոնալ են, իրանք առաջ քաշած բաները, լիդերները, մեկը բանն է Ռոբերտ Քոչարյանն է, որը ավելի բան չի, 100 տարի պարլամենտում նստած է ու մենք արդեն գիտենք, որ ինքը ոնց ասեմ, ինքը փողոցի առաջնորդ չի։ Ինքը տենց ինչ-որ լիդեր է, իր կուսակցությունը ինքը փողոցի առաջնորդ չի, իսկ իր այդ ուժը չունի փողոցի առաջնորդ։ Տեսել ենք անցած ընտրությունների էլ։ Դուրս եկան 6 ամիս մնացին փողոցում, բրծավ 6 պալատկով։ Մյուսը Սամվել Կարապետյանն է, որի միակ առաջնորդ իր Զարմիկն է, Կարեն Կարապետյանի իր եղբոր որդին, որ այն ժամանակին, եթե չեմ սխալվում, Ռոբերտ Քոչարյանի թե Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարներ, այսինքն այնտեղ էլի հին բաների հետ կապված է, հին էլիտաների հետ կապված մարդ է, ու դու նայում ես փորձում ես հասկանաս ինչա կատարում, ոչ մի բան, Սերժի վաղ լիդեր է, ով Նարեկն, չէ, հենց էտա որ լիդեր չի, իսկ իր հերը լիդեր չէ Դուսգյունի։ ԲՀԿ-ի մեջ։ ԲՀԿ-ի մեջ ով կա լիդեր, Ծառուկյանը։ Ծառուկյանը ի վերջո բան է, ինքը տենց օլիմպիական կոմիտեի նախագահ, հա։ Այսինքն եթե լիդեր չկա, դուք համարում եք Կարապետյանի այս համախմբման կոչը կամ ինչի շուրջ Փաշինյանին հանելու է։ Այդ Փաշինյանի որովհետև այլ օրակարգ չէ, ընտրությունների ժամանակ թույլ տված օրինակ խախտումների հիման վրա ընտրությունները չեղյալ հայտարարելու գուցե այտենց օրակարգ, չգիտեմ, հայտարարվել է թե ոչ, ասեք։ Թիֆլիսի մասին լավ անեկդոտ կա։ Սովետական ժամանակվա պատկերացրեք, Մոսկվայից մի հատ կին է գալի, տենց ինքը սիրում Սարաֆանչիկով, բան մեկը գալիս է, ասում է Красавица, ասմարի գնանք ֆունիկուլորը ցույց կտամ Թբիլիսկի մորե պակաժու, Ռուստավելի պակաժու, բան սենց էս ասում։ Нет, не хочу, ասում, со мной уже по этому маршруту 3 раза переспали։ Հիմա այն մարդիկ, ովքեր փորձում են մարդկանց համախմբել, որ եկեք համախմբվենք Քայլարա Մերժի Սերժի Մերժի Նիկոլին, նման են մարդու ում հա 50 տարվա մարմնավաճառուն պատրաստվում են կույսի տեղ հարստան։ Անցել ենք մենք այդ ճանապարհը արդեն 7 անգամ անցել ենք, որտեղ որ դուք սովորել եք, ասում եմ, մեզ մեր մոտից դուրս մնացածներն են դասավանդել։ Դուք ձեր Մոսկվաներով, այդ բաներով չէ, էլի տեղիկ դուք չեք կարող ոչ մի տեղ ոչ մի բան անել։ Դուք չունեք մասնագետ այդ հարցը բարձրացնելու, դուք չունեք առաջարկելու այս հասարակությանը ոչինչ, որովհետև հասարակությունը արդեն տանջված է, արդեն պատերազմ տեսած է, ու եթե Մերժի Նիկոլին հաջորդ հարցին ասել են, բա ում, քեզ արա, Կիպրոսիդ անձնագրով, թե Ռուսաստանիդ, որ մեկիդ, ու ինչ, ու հետո ինչ ես անելու, բերելու ես նրանց ու մերժեցինք դրա բանում, ախր շատ տրիվիալ խաղ է, շատ պարզ է դա, հնարավոր չի Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը միասին հավաքեն համախմբվեն, նախ հնարավոր չի իրանք համախմբվեն, որովհետեւ էլի պետք է հիշեմ Արմենին երջանկայի շատակ, դա կոչվում է Terrarium Единомышленников։ Իրանք տես թունավոր բան, օծ, բան, կարիճ, մարիճ, սենց Terrarium-ը փագած, իրանք իրար են ուտելու, իրանք ունակ չեն ոչ մեկին ոչ բան առաջարկեն։ Ու Terrarium-ը մենք կարանք սենց նստենք նայենք։ Մեկ ասենք, երշիկ գցենք, որ իրանք ուտեն, բայց էդ է իրանց բանը։ Ամենախնդալուն, որ Նիկոլն էլ այդ Terrarium-ի բնակիչ։ Ինչ չի որ կպեն այդ Terrarium-ից դուրս է։ Իրանք բոլորը այդ նույն տեղն են, նույն բանի համար են պայքարում։ Կյանք գնում է, իրանք մնացել են այնտեղ։ Դրա համար եմ ասում, ես ներքին քաղաքականության մեջ որ մարդիկ տենց շատ էմոցիոնալ, շատ տենց ծանր, հասկանում եմ շատ իմոց ծանր կորուստա, ծանր են տանում ես Նիկոլի բաները, բայց դա իմաստ չունի։ Իմաստ չունի, այդ իմ սիրած բանն ասում որ ներվային անում ես օգնում է։
որ թեթև նայեք ամեն, թեթև ասած բարձր տեղից նայեք ամեն ինչին, կտեսնեք, որ այդ ամեն ինչը շատ փոքր մի հատ տերարիում է։